Բարի երեկո հարազատներ, սիրելի ընկերներ, սիրելի հետևորդներ, հուսամ լավ եք, ժողովուրդ ջան, այսօր խոսելու եմ ինձ անհանգստացնող շատ կարևոր հարցից ու հարցերից, որոնց բուն թեմային Facebook-ը թերթելով նկատեցի այդ պրոբլեմը, որ առաջացել է, նկատեցի Նատալի Ալեքսանյանի էջում, որը մեր հայրենակցուհին է, մեր ընկերուհին է, մեր թանկն է, մեր կարևորն է, մեր քույրիկն է։ Մի խոսքով, նախ շնորհակալ եմ, որ Նատալին արձագանքել այդ հարցին, հիմա ես կանդրադառնամ այդ հարցին։ Ժողովուրդ ջան, խոսելու եմ կենթանաբանական աշխարհից, որը որ Հայաստանում խեղաթյուրվելու փոխարեն շատ ջերմ մթնոլորտի մեջ է հայտնվել կենթանաբանական աշխարհը Հայաստանում, բայց կենթանաբանական այդ աշխարհը, այդ տեսակ կենթանաբանական աշխարհը պետք է անտեսվի Հայաստանում, ոչ թե առաջընթաց ունենա այդ տեսակ կենթանաբանական աշխարհը, որի անուն ազգանունը հենց հիմա կհրապարակեմ։ Չախոյանի մասին է խոսքը, բլոգեր Չախոյանի, որը որ բալանիքը ձեռքին քանդում է Հայաստանի Հանրապետության 36 տարի անտեսված ու առհամարված ներկայիս պահին ասֆալտապատված հատվածները։ Երևի բոլորը ճանաչեցիք, բոլորը հիշեցիք այդ հայվանին, այդ անասնաբուծական ֆերմայում, որի ворցը ու ներդրողը, կերակրող համակարգը անունները եղել է Քոչարյան, Սերժ, ներկայիս պահին գործող կեղծ բարերար Սամվել Կարապետյան։ Սրանք դրասնուցող հայրիկներն են։ Չախոյան ջան, ուզում եմ անդրադառնամ քեզ անասունի ծնունդ։ Դու ինքդ որ խայտարակում ու խեղաթյուրում ես իբր թե քո մոմենտով մեր երկիրը չարաչար սխալվում ես։ Դու մեր երկրի մեջ մնացած միջատների մի տեղատարափ ես, որը քիչ-քիչ օքսիդանում է, ցնդում է, վերանում է, ուկյուն ալնում, չգիտեմ ինչ ալնում, ավիրվում է, գոյություն չունի։ Ժողովուրդ ջան, Չախոյանը ասված է ղախպի տղեն։ Տիկին Շուշանիկի որդուն ու Տիկին Շուշանիկին, որը Տիկին Շուշանը զոհված զինվորի մայր է, որը եկել է Արցախից, աշխատում է, ապրում է իր քրդինքով, արարում է, շատ լուսավոր տղա ուներ։ Գիտենք, ճանաչում ենք, տեսել ենք նրա պատերազմի դաշտում, տեսել ենք նրա արած գործողությունները, լսել ենք, տեսանելի, հասանելի, լսելի ա եղել մեր ցանկացած զինվորի սխրանք։ Անդրադառնամ Տիկին Շուշանիկին եւ այս Չախոյան ասված ղախպի տղում։ Այս Չախոյանը խայտարակել, խեղաթյուրել այս զինվորի մորը, իր մոմենտով էլի իհարկե, այս կնոջը, որը որթե կորուստ մայր է համարվում, ու խոսել է զինվորից ավել պակաս լեքսիկոնով, որը որ ծաղրել է մեր զոհված զինվորին, որի արյան գնով ապրում եմ ես, դուք, բոլորդ իր նման անասունի վաստակը։ Մի խոսքով, ուզում եմ անդրադառնամ Չախոյան ասված քեզ, ղախպի տղա, դու ընդհանրապես, որ բալանին ձեռդ ընկնում ես զոհված զինվորի Եռաբլուր տանող ճանապարհը քանդում ես, զոհված զինվորի ճանապարհը, զոհված զինվորի պանթեոնի ճանապարհը քանդում ես, ու հասկանում ես ինչ ես անում։ Քանդում ես իբր լավ չի սարքած, կներես 36 տարի սարքած էր այդ ճանապարհը։ Կներես այդ ճանապարհը ներկա իշխանությունը չպետք է սարքի։ Այդ ճանապարհը պետք է սարքի այդ Եռաբլուրը կերտողները, քո շեֆերը, քո ղախպի տղերքը, որ քեզ սնուցում են, քո Սամվել Կարապետյան լրփի վաստակը, քո Ռոբերտասերժական կլանից առաջացած մի փույթ ռեզինի, մի պուճուտ ռեզինի պակասով առաջացած քեզ տնօրինող քոչարյանական կլանը ու շատ հազարավոր մարդիկ։ Քեզ ով է իրավունք տալիս ընդհանրապես քո նմանին երկրին վնաս տվող այդ տեսակ միջատներին ես կոչ եմ անում պատասխանատվության ենթարկել բառից բուն իմաստով։ Դու ինչ իրավունք ունես քանդես Եռաբլուրի ճանապարհը եւ ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունում ինչ իրավունք ունես դու քանդես ու ներկայացնես, որ ներկաները ոչինչ չեն անում են նախկինները։ Կարաս նախ դու դրա իրավունքը չունես, որ քանդես ղախպի տղա։ Երկրորդը դու դրա իրավունքը չունես, ոչ թե երկրորդը այլ համար առաջինը, դու դրա իրավունքը չունես ծաղրես զոհված զինվորի ծնողին։ Քո լայվերից, քո քոչարյանական ֆինանսական աղբյուրներից, քո գրպանը հասունացնելու համար, քո ընտանիքը բարելավելու համար, Հայաստանի Հանրապետության զինվորի արյան գնով ապրելու process-ը խեղաթյուրելու համար, դու կանգնում ես զոհված զինվորի ծնողին, ծաղրում ես զոհված զինվորի նկարն էլ դնում ես, չգիտեմ, խայտարակ ես անում։ Պարզ անդրադառնում եմ քեզ, եթե որևիցե մեկը բլոգեր կլինի, ով ուզում է իր քաղաքական դաշտը պաշտպանելու համար, որպեսզի իր բալերը բարձրանա, կծաղրի զոհված զինվորի ընտանիքին, ծնողին, զոհված զինվորի նկարով PR կանի, որ գումար վաստակի, նա տղա չի, նա բոզի տղա է։ Բառից բուն իմաստով բարոյական բառը կխնդրեմ դատի չտակ, Աստվածաշնչի մեջ էլ կա գրած, եթե դատի էլ կտակ, մի քիչ սպասեք, նոր տվեք մի քանի տարի, որովհետև էլ վրես տեղ չկա դատի տալու։ Ես ինքս քեզ ասում եմ, դու ղախպի վաստակ ես, դու որ գնում ես շոշերը քանդում ես, թերագնահատում ես այս իշխանությանը, լրբի տղա,
18 թվից են կողմ խիչ էր եթում շոշերը քանդում, խիչ էր եթում քանդում։ Մենակ ես գիտեմ դրա պատասխանը, թե մինչև հեղափոխությունը խիչ եք շոշերը քանդում, խիչ կար քոչարյանական բլոգերներ, խիչ կար սերժական բլոգերներ, գիտես խիչ կար, որովհետև ոչ շոշ կար, ոչ քոչարյան կար, ոչ շոշ սարքող կար, ոչ մանկապարտեզ սարքող կար, ոչ դպրոց սարքող կար, ոչ գյուղապետարան սարքող կար, ոչ բուժկետեր սարքող կար, ոչ անվճար բուժ դեղորայք կար, ոչ անվճար սկորի կար, անվճար մենակ քաղմասներ։ Մինչև գալ տանելը, տանում էին մտցնում էին ներ, սկսում էին սխկելը ու այդ process-ից սկսում էր վճարումը։ Դրա համար քանդող համակարգ չկար։ Նայում ես Հայաստանի Հանրապետությունում, ինչքան անճուճ մայրո կա, քոչարյանական խեղաթուրվածները հելնում են։ Մեկը բալանիկով մայթը քանդում է, ասում է բանա։ Նիկոլը լավ չի սարքել, կներեք 36 տարի մենք չենք իմացել մայթը ինչ բան է, օփշի է այլ է, բաց դռների օր, մայթ, շոշ, ասֆալտ, դպրոց, մանկապարտեզ, բոլորը ողողված են եղել, ցեխի մեջ, խեղաթուրված վիճակ է եղել երկրում, ու 36 տարի է ժողովուրդը ապրել է, ծնվել է, մեռել է, կիսաշենանալ է, կեսնել սպանվել է, այս երկրի, այս իշխանության, այս խեղաթուրված process-ի համար, այս քոչարյանական, մինչև հիմա էլ սրանք են, արմատախիլ եղած են, բայց հələ շնչում են, բայց էլի արմատախիլ լնելու, լրիվը արմատախիլ լնելու, 36 տարի սարքել եք մի բան, որ կարենային քանդենք, ասենք լավ չեք սարքել, հետո 570 մանկապարտեզ կերտող իշխանության սարքած մանկապարտեզներից մեկն էլ վթարային վիճակ լինի, կոսմետիկ խնդիրներ ունենա, 36 տարվա մեջ 6 հատ մանկապարտեզ սարքել եք, օրիգինալ, առանց փչացնելու, առանց ավիրելու, առանց ապականելու, չէ, չեք սարքել եք Վահագնի թաղամաս, կերտել եք Հյուսիսային պողոտա, կերտել եք տարբեր երկրներում վագրքշելու process, Աբու Դաբի եք գնացել, Լափու Թափի եք գնացել, ինչ ասես արել եք, բարև քուրիկս, բարև մեռնեմ արևին, միամսյակը շնորհավոր ու բոլորին նորից եւս մեկ անգամ, ժողովուրդ ջան, ինչ եք արել ուրիշ ինչ որ բան։ Մարդու սարքում եմ, մտնում ես, նայ, աշտարակի քաղաքապետը, աշտարակը Հայաստանի Հանրապետության քաղաքների մեջ միակ քաղաքներ, որ ժեխանոցի մրցուտլներ, աշտարակ քաղաքը կհաղթեր։ Աշտարակ քաղաքի այգում կա ծիծեռնակաբերդ, սովորական մեր ծիծեռնակաբերդի պես ծիծեռնակաբերդ, շատ փոքրիկ, հուշակոթող նվիրված, Արցախյան պատերազմի 90-ականների զոհերի, չեմ էլ հիշում, ինչ, այդտեղ բնակչությունը օգտագործում էր որպես տուալետ, քամագն է սրբում էր, կներեք, որ պարզ բացատրում եմ, թուղթը գցում էր այդտեղ։ Հիմա Հայաստանի Հանրապետությունում ինչքան սադեր կա, այգիներ կա, ոչ բոլորի հետ եթե մրցեն, իր տեսքով, իր շքեղությամբ, իր գեղեցկությամբ, իր ծառատնգությամբ, ամեն ինչով, եթե մրցի աշտարակի այգին համար առաջի տեղը կգնի։ Իսկ Երևանը տենց այգի չկա։ Չեք պատկերացնի ինչ ասարքե։ Միևնույնն է դժգոհ են։ Այն օրը Նիկոլ Փաշինյանն ա դիմավորել աշտարակի քաղաքապետը։ Ամբողջ TikTok-ը նայում ես, խեղաթուրում են այդ մարդուն։ Նայում եմ, լացս գալիս է։ Ով ա ձեզ իրավունք տվե զոհված զինվորի մորը պիտակավորեք։ Ով ա ձեզ իրավունք տվե զոհված Չախոյան դու մերդ մեռնելիք էր, այս լենուբոլ երկրում, այս հարյուրավոր, այս հազարավոր սքաշաղաղ մայրերի մեջ մի մայր էլ ավելանար սքաշաղաղ։ Ինչը պիտի փոխեր։ Մի հատ քո մայրը ավելանար, այս իմ սուրբ զոհված մերերի մեջ, քո մերը ավելանար, դառնար սքավոր մեր, այդ նստեր այդ իմ զոհված զինվորների մերերի կողքը կամ էլ մնար իր տանը, իր զինվորի անկյունի կողքը, քո մերը, քեզ կորցներ ու մեկը դներ քեզ ծաղրեր, մորը դներ ծաղրեր, քո զոհված նկարը դներ Չախոյան ծաղրեր, տենար դու դրանից բավականություն կստանար հողի տակ։ Դժվար դու երկնքում ելնես, քո տեսակը դժվար երկինք բարձանար։ Ընդհանրապես, ինչ կուզեք արեք, քաղաքական որ հարթակում կուզեք պայքար մղեք, ինչ կուզեք արեք, կուզեք աշխատեք Փաշինյանի համար, թեպետ Փաշինյանը աշխատող բլոգերների կարիք չունի, ոչ էլ ունի։ Բլոգեր, որ իր համար աշխատում է, ձեր նման փողով, մարդիկ հայրենասիրական քայլ են անում, հանուն իրանց վաղվա օրվա, հանուն այն օրվա, որ չգա հետի օրը, չգա այն անցյալը, մենք դրա համար ենք պայքարում, մեզ ոչ մի բան, աննամ սերավնո, ընդհանրապես պետք չի, մենք պայքարում ենք դրա համար, բրծավ գնաց, իսկ դուք պայքարում եք, որ ձեր բռնատիրական իշխանությունը հետ գա ու նորից բռնազավթի Հայաստանը, Հայաստանի Հանրապետությունը, ապականի խեղաթուրի, դրանով զոհված զինվորի ծնող պիտակավորելով, զոհված զինվորի ծնողին նկարով, խայտարականող ծնողին, խայտարականողը չի գալու իշխանության, ոչ էլ նրա վեսնոսները ինչ որ բանի են հասնելու, բրծավ Հայաստանի Հանրապետությունում, ապա մոնտաժված է ռոբերտասերժական կլանը իր ամբողջ ուղն ու ծծով, որը թամամ ուղն ու ծուծել չի ունեցել, կներեք։ Նայում ես, խայտարակությունը ժողովուրդ ջան,
Որտե ֆրոմես TikTok-ը ֆրոմես դնել են զոհվածի ծնողի քննադատում են։ Ովի զոհվածի ծնողը որտե է գրված որ մենակ պետք է մխկտա։ Տո զոհվածի ծնողը կարա թևերը տնգի բարիել, որովհետև նա տանն երեխա ունի։ Նա տանը շարունակվող սերունդ ունի։ Նրա սերնդի, նրա ձակերի մեկը մարեց, որ դուք ապրեք, որ հազարավոր ծնողներ ապրեն, հազարավոր ընտանիքներ ապրեն, գնահատեն։ Ամենաառաջինը ես խորհուրդ կտամ ապրեք այդ ցավը գոնե կողքինին նայելով լավա որ ամբողջ Հայաստանի Հանրապետությունում չպարուրվեց զոհվածների ծնողների շարասյունը բայց բերեք հարգենք այդ մարդկանց այդ երեխեքին այդ ծնողները կպարեն թե կքսվեն թե սոցցանցերում նկար կհրապարակեն ասեմ ձեզ դուք ամաչեք դրանցից ոչ թե նրանք որովհետև դուք ես մենք ապրում ենք այդ մարդկանց երեխեքի արյան գնի հաշվին հասկացեք Այրան գնի հաշվին։ Մենք ընդամենը սմայլիկով ցավակցող տեսակ ենք եղել։ Մենք Հայաստանի Հանրապետությունում լացի արդյունք դնելով, սմայլիկ դնելով, այդ տեսակ ցավակցող տեսակ ենք եղել։ Մեր ուղիղ 65%-ը չզգաց ինչա կատարվում։ Հայաստանի Հանրապետությունում այսօր, չգիտեմ, այդ խախպի տղեն ազգանունն են մոռացա այդ ոչխարի։ Այնքանա աճել, այնքանա զարգացել, այնքանա հասունացել Քոչարյանական այդ փողերի շարասյունով Ես միշտ եմ դուխով, որ ինքը կարում այսօր զոհված զինվորի ծնողին պիտակավորի, ոնց կարելի է նման բան, Հայաստանի Հանրապետությունը ժողովուրդ ջան, խեղաթուրում են կեղծ խեղաթուրողներ, փողով սնվածներ, Քոչարյանի տակից ծնվածներ, Սերժի կրճոններով, ջեբի գրոշներով սնվողները այսօր եկել են Հայաստանի Հանրապետություն, պիտակավորում են, Նիկոլը խնձոր կերավ, Նիկոլը տանց կերավ, Նիկոլը պերաշկի կերավ, կներեք Նիկոլը կուկուրուս կերավ, Նիկոլը կերավ 300 դրամանոց կուկուրուս, որը որ հյուրասիրեցին, Նիկոլը չկներեք, իմ վարչապետը, իմ Հայաստանի Հանրապետությունը ներկայացնողը, իմ ավիրված անտեսված թաքնված Հայաստանը ամբողջ երկրագնդի առաջ բացողը, իմ ամբողջ ապականված Հայաստանը 36 տարի որ Պուտինից բացի ոչ մեկ չի ճանաչել, բայց այսօր Երկրագնդի մասշտաբով ամբողջ երկրագունդն է ճանաչում Հայաստանի Հանրապետությունը այ այդ վարչապետը կուկուրուզակեր է ժողովուրդ տալիս են թերթի կներեք ձեր Սերժը որ թամամ իմ վարչապետի այն չասեմ ինչն էլ չկար ոտի տակի կեղտը չկար շատ չկատաղեմ էլի այդ սեռական օրգանը ոնց որ 96 տարեկան տղամարդու սեռական օրգանը լինի ձեր Սերժիկ Սարգսյանը ու իր աղբերը ոնց որ բոլորը դրանք ընտանիքով հանդերձ հրազդանի ժառովն ու դուս է կացնեն Հրազդանի ժառովնուց, այն սև գեշ ժառովնիները լմե, որ հաց ենք խմեջտեղ մի հատ գիծ ենք աշում, տոշնի դրանից էր դուս եկած, այսօր ծաղրումա, որ երկրի վարչապետը կուկուրուզակել է, կներեք, մեր Հայաստանի Հանրապետության կենտրոնական հատվածի կուկուրուզը, որ ամբողջ երկրագնդի վրա երևի այդ տեսակ ճարտարապետական շինություն չկար, ձեր Քոչարյանը մի անգամից կերավ ու դրա եկամուտը քաշեց Հյուսիսային պողոտայում, իրար վրա, ու մնացած եկամուտն էլ գնաց Աբու Դաբի, գնաց գրողի ծոցը, գնաց եսին որտե առյուծ քշելու Կնգան տարավ կեղծ թաղեց ձեր Սերժի կնիգը, Սերժը, նայում ես խայտարակությունը, դուք ոնց կարաք վարչապետից խոսակ, վարչապետն էլ ունի ստամոքս, վարչապետն էլ ունի սիրտ, թոք, օրգանիզմ, մտածելակերպ, հուզվել, ուրախանալ, լացել, պարել, վարչապետն էլ է սովորական մարդ, ամեն ինչ ունի այդ անաստվածը, բացի մի բանից, միակ բանը, երկրագնդի մեջ միակ մարդը, որ միակ բանի պակաս ունի, միակ թերությունը, որ ունի, ձեր բոլոր այս ղեկավարման տարիների, ապականման ղեկավարման չէ, մեջ եղած ղեկավարները 36 տարվա մեջ բոլոր ղեկավարների մեջ միակ ղեկավարը որ թերություն ունի պարոն Փաշինյանն է սիրտ ունի թոք ունի հուզվել ունի ընտանիք ունի երեխեք ունի Երկիրը սարքելու process ունի հոգեպես ներդրում ունի ֆիզիկապես ներդրում ունի բարոյապես ունի միակ բանը որ չունի այն մնացած ինչ որ թվարկեցի որ Փաշինյանը ունի դուք ունեք դուք չունեք դրանք դուք ոչ սիրտ ունեք ոչ թոք ունեք ոչ էլ երկրի հանդեպ սրտացավություն ունեք բայց Փաշինյանը մի բան չունի թալան Ոչ թալան ունի, ոչ թալանացի տեղ ունի։ Միևնույնն ասում եք Իրանում կռիվա Փաշինյանի կղզիները, հյուրանոցները ավիրվեց։ Կներեք Հայաստանի Հանրապետությունում դուք բյուջե չեք թողել, որ Փաշինյանը թալաներ, այս 8 տարվա մեջ տաներ ինչ որտեղ մի հատ բիզնես կերտեր իր համար։ Կներեք մեր Հայաստանի Հանրապետության բյուջեն խաղաղության թաքչումա Վահագնի թաղամասում մի մասը։ Հայաստանի Հանրապետությունը բաժանված այլ է 3 իշխանավորների ձեռքի տակ բաժանված այլ է 3 քաղաքական գործիչների վրա եւ նրա մանգլավիկների, որոնք այսօր Հայաստանի Հանրապետությունը ուրացած, Հայաստանի Հանրապետության զոհված զինվորի հանդեպ կուրացած, Հայաստանի Հանրապետության սքաշաղաղ մորը մոռացած, մենակ Արցախցուն հիշած, բայց ոչ մի ֆինանսական, բարոյական, ֆիզիկական օգնություն ցույց չտված, միայն խայտարակած, որպես ցույցի մատերիալ ամենավերջի խազը ու դա խազ օգտագործած Արցախցու
հանդեպ ոչ մի բան չունեն։ Միակ բանը որ ունեն ազգային ժողովի ամբիոնում տնկած է Արցախի դրոշը։ Այդ դրոշն եք պաշտպանում։ Խորհուրդ կտայ 6 տարի հետեթայք ու Արցախը պաշտպանեք այ անասունների ամբող, այ ոչխարի հոտ, ազգային ժողովի Զախակոմյա հատվածում կիտուկ եղած Քոչարյանի աղբաղմանով բերած բեռնաթափած ընդդիմադիր համակարգ դուք Հայաստանի Հանրապետության մեջ ապրում եք Հայաստանի Հանրապետության զոհված զինվորի արյան գնի հաշվին բայց Հայաստանի Հանրապետության զոհված զինվորի արյան գինը չգնահատելով հանդերձ ձեր նրա դրոշի շվակի տակ ապրում եք Արցախի դրոշը ձեր դեմը դրած, հա? Էտա դուք եք արել մենակ Արցախցու նկատմամբ Հայաստանի Հանրապետությունը ժողովուրդ ջան, խեղաթուրում են Հայաստանի Հանրապետության ընդդիմադիր դաշտի դաշտանամգները նրանց բլոգեր ասված համակարգն, հա? Դաշտաններն էլ իրանք են։ Իրանք Հայաստանի Հանրապետությունում ամենակեղտոտ հատվածն են։ Ժողովուրդ ջան, Հայաստանի Հանրապետությունը, այս պետականությունը, այս բռնատիրական վիճակից ազատագրած իշխանությունը երբեք ու երբեք չի հետ վերադարձնելու դրանց զենքերը վայր չի դնելու մանդատը վայր չի դնելու ժողովուրդը գիտակցմա հասկանմա տենմա տեսանելիա հասանելիա շոշափելիա ասմայկել ընտրություններ թոշակը բարձրացնումա այդ թոշակը դնեմ դոշիտ տակի դոշակն էլ հետը դնեմ դոշիտ թոշակը բարձրացնելը նկատում եք 10,000 դրամ ընտրակաշարք եք ձևակերպում գործող իշխանության դեմ բայց չեք ձևակերպում որ Սամվել Կարապետյանի հայվանները ապորինի բալայանները Երևան Պուտինի բարձր հովանի ներքու բեռնաթափվածները այսօր Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում 40,000 դրամով բուկլետ բաժանել են տալիս եւ Սամվել Կարապետյան ներկայացնող համակարգ են սնուցում համակարգին սնուցում են 40,000 դրամով ուրեմն ասեմ ձեզ 40,000-ավոր հայեր ազատագրվել են Փաշինյանի քայլերթի պատճառով սկսված process-ից ազատագրվել են սկսված process-ի ընթացքում ազատագրվել են ձեր բռնատիրական բռնաբարված խոշտանգված ավիրված հոկտեմբերի 27 տեսած մարտի 1 տեսած 44 օրյա անդառնալի պատերազմ տեսած որ սերնդեսերունդ էլ դարերը փոխվի միևնույնն է այս սուխը ծխալու է այս սուքը սքալու է այս ազգը այս ժողովուրդը, այսինքն ինչ եք մտածում, այս ամեն ինչից ազատված, մի կերպ ձեր ճանգերից պրծած, ձեր նման վագրագազանների ճանգրերից պրծած, բնակիչ է ժողովուրդը, պետք է հետ դառնաց ես քվետ, հա, որտե եք տեսել, ասում Ռուսաստանի Դաշնությունում, լավ աշխատեք Մոսկվայի վրա, Ռուսաստանի Դաշնությունում 80,000 հայ բերում են Հայաստան։ Այդ 80,000 հայը որ կան Հայաստան, դրանք ոչ տուն ունեն, ոչ տեղ։ Ես իմ ընտրացուցակի այդ պատերի վրան կլնեն, ծփած դրանց անունները։ Դրանք ձեր հաշվին գալու են Հայաստան։ Դրանց 90% ընտրելու է վարչապետին, ես դες պարզ ասեմ, կներեք 90 չէ, 110%-ը։ Ընտրելու է վարչապետին, այդ հալու է ձեր հաշվին։ Իր ապու պապի գերեզմանը խունգ վառի, որ դարերով չի տեսել։ Հետ հա Մոսկվա ու ասի քակեմ ձեր արիգի քյալին մենք ձեր շնորհիվ ենք ձեր ղեկավարման տարիներին ենք բնավերել է տնավերել է եկենք Ռուսաստանի քուչեքը դուք չգիտակցաբար ուղարկիորեն ոնց ասեմ մսաղացը ոնց ես միացնում մեջը մի սկսես ինքը աղմա տեխնիկա է դուք տեխնիկայի դեր եք տանում Հայաստանի Հանրապետությունում ձեզ հաշված օրեր ու ժամեր մնացել ուստի խորհուրդ կտամ ձեր այդ չկայացած ընտրացուցակների մեջ ընդհանրապես ձեր անունը չեղած թեկնածուների մեջ իրավունք չունեք հայտնվելու այդ process-ը ընդհանրապես ոչ մի բան բերեք ոչ խայտարակեք ոչ խեղաթուրեք հանգիստ դանթեք ձեր տեղերում մինչև կհավաքվեք ձեր վեշ մեշոկը ու կետակ ու խորհուրդ կտամ Ռուսաստանից Պուտինի բարձր հովանի ներքո Հայաստան ներբեռնված աղբակույտեր երբ որ ընտրությունից հետո կվերադառնաք գլխակորուստ ձեր պապայի տակը պարկելու աչոտ տալու թե ինչպես եղավ որ պարտվեցիք ընտրությունները խորհուրդ կտամ մտնեք Էշմիածնի Սուրբ եկեղեցին, որը դարերի վեր պղծվել է գործող քահանաների բարձր հովանի ներքո, վերցնեք ձեզ ֆինանսապես սնուցող, բայց Պուտինի բարձր հովանի տակ պարկած Սամվել Կարապետյանի այդ բլանկոյի այրի կնգա նկարը ու իր նկարը այդ քահանային էլ հետը ու մաքրվեք Հայաստանի Հանրապետությունից, որպեսզի գիտակցեք Հայաստանի Հանրապետության բնակիչը մահացած բնակիչները 36 տարի Հայաստանի Հանրապետության բնակիչը տարապելակուրության դեմ ու այսօր նրա աշկերը բացվել է աշկի լույս ունի ամեն ինչ տեսանելի է ամեն ինչ շոշափելի է թե աշկին թե ականջին թե ձեռքին թե մարմնին ամեն ինչ ինչքան կուզեք խեղաթուրեք ինչքան կուզեք խայտարակեք Հայաստանի Հանրապետության որ գյուղերը մտնում ես լուսավորությունը կա աղբամանները կա աղբահանությունը կա ջրի խնդիր չունի կոյուղու խնդիր չունի որտե մտնում ես իսկ ձեր ժամանակ որ հանգարց ու հանգարց Պուպուլի դանգրած Սերժը, այդ ուրոլոգի բաժինը, որ գալիս էր ինչ-որ մի հատ գյուղ, մենակ մի տարի մաքրում եք, որ կանենային ասնեն,
Իսկ նրանք գյուղեր գալիս են 10-15 տարին մեկ ու այդ ժամանակ էլ մաքրվում էր Հայաստանի Հանրապետությունը։ Հիմա ուզում ես ելնեմ ընկնեմ աշտարակի փողոցները, Երևան, Էշմիածին, փայլվա, մաքրում են, անում, էլի կեղտոտվում է, էլի սարկածը քանդվում է, բան չունեմ ասելու։ Թո սարքեն, թո քանդվի։ Ինչ սարքեն, քանդվի, ժողովուրդ ջան։ Մի հատ գիտակցեք էլի, ինչը 36 տարի քանդեն ու չսարքեն ու մենակ քանդեն, հələ մի հատ խորը մտածեք էլի։ Հələ դուք նախկիններ, որ եկել եք այսօր Սամվել Կարապետյանի աղբոր որդին, այդ ոչխարի մորթին գնաց էլ կան լամա ֆերմա Այն թվերի քանդած բերմայ ասենց համ էս չի գործում պետք է ներմուծենք անասունստե կներես անասունը կա մնատե խոտ են բերում հեսա մի հատ էլ գամ սերդ որոշեմ այդտեղ տեղում շալվարը իջացնեմ էս չի վաստակ սերդ որոշեմ Եթե սենց եղավ ցուլի կբերեմ եթե հանգարց սենց ելավ մի հատ ժամկետն անցած մոզի կբերեմ տենամ այդ նորես հիշե որ Հայաստանի Հանրապետությունը քանդված ավիրված այլը 36 տարի դու նորես հիշե տենամ դու նորես հիշե որ Գյումրում հազարավոր ընտանիքներ մնում են վագոն տնակների մեջ բա ինչ էիք ուզում ձեր վագոն տնակների մեջի ժողովրդին կոսպեկտավորեցիք եգրաշարժ հանեցիք թափեցիք քուչեքը գնացիք դեր համար վիլաներու կղզիներու չգիտեմ բեզակալոնկեք ու հյուրանոցներ ինչ ասես կերտեցիք հիմա եկել եք 50,000 ընտանիք արցախցի անտուն անօթևան իշխանության վզինա, այս պետության ու պետականության վզինա, որ ընդհանրապես բյուջե չի ունեցել։ Մեր բյուջեն ունեցել կողոպտե, ոնց որ բանա։ Կոյուղի մակրող են բանը սիստերներից մցրածել են պիլասոսով քաշածել են բա ինչ էր ուզում էր Փաշինյանը Հիսուսնա քո համար ձեռը դներ Գյումրու վրան Գյումրին սարկվել ձեռը դներ Հյուսիսային պողոտայից բռնի ուժով դուրս շպրտված հասարակությունը որ այսօր ան տուն անօթևան քուչեկնա նրանք էլ տնավորվեն ինչ աներ ձեռը դներ դարդակ բանակի վրա զենքով զինամթերքով արստացներ թե ինչա չաստերու կազարմեք սարքել որ մեկն աներ բա դանդաղ պտիլնի ամեն ինչ բա 36 տարվա մեջ կարակ բերեք ցույց տակ մի բան որ արել եք մի բան ցույց տվեք լավ սա արելա 500 մանկապարտեզ կանդվելա Ցույց մի հատ մանկապարտեզ 36 տարվա մեջ որ սարքել եք ու քանդվել է քանդվածին էլ եմ տեր հենց այդ մանկապարտեզի մուտքի մոտ ես ձեր ոտերը կլվամ ջուրն է կլսնեմ ձեր բերանը ախր չեք արել ոչ մի բան փաստացի ապացույցներով ոչինչ չունեք արած այ հայվաններ այ անգրագետներ այ թալանը կոսպեկտավորողներ այ երկիրը սքաշախախ սարքողներ այ հայվանների տեղատարավ ձեր բոլորի տան տղամարդը Պուտինն է ձեր բոլորին բավարարողը Պուտինն է ձեր ворն ու բերանը վառվում է դուք Ինչ Փաշինյանը Հայաստանին ազատելա Բերթից ազատելա Հայաստանի 36 տարի Պուտինի ձեռքով դատված դատավորի շվակից ու այդ լծիտակից ազատելա այս ժողովրդին դուք այդ օրվանից վառված եք դուք այդ օրվանից ոչ քուն ունեք ոչ դաթար ոչ գիտեք ձեր տանքը նովա զարթուն նովա արթուն նովա խաբար չեք անգամ ձեր ընտանիքներից դուք ծառավեք իշխանության դուք կմեռնեք կեթակ բռնաբարության ամենավերջի ձևով ձեր տան մեր ու մանուկին էլ կտակ գերության ընդդիմադիր համակարգ որ թազա գաք իշխանության բայց դուք չեք տենալու դա հիշեք 10 Սամվել Կարապետյանը դրելա Թալանչին բարերարա սա Հայաստանը ստովի մատնված ժողովուրդ այլ 36 տարի ինքը բարերարա ISS բայի տղա ես բարերար չես դոդի գագոն դրելա այդ մարդուն մեղադրելու չի գլուխը վագզալի ժամացույցնա մեջնել դադարք դա հոլի ձենագալի դրա գլխից դոդի գլուխն է այս է ձենագալի ասեն խելքը չի ասե դրելա խելք չունի Էլ որ մեկն ասեմ Քոչարյանը դրելա կարար չդներ որովհետև դուք սաղ բոզի տղերքով դրել եք Քոչարյանի համար ես զարմանում եմ ձեր վրա դուք որ այդքան բան անում եք դուք խելք ունեք մենք ու մեր իշխանությունը խելք չունի ցավակցում եմ ձեզ ու միակ բան արեք պարզաբանեք թե դուք որ եկեղեցուն եք պատկանում, որ կրոնին եք պատկանում, որ հավատքին եք պատկանում, որպես ինտրություններից հետո մինչև ձեր տարին որոլելը, ձեր 7-ը, ձեր 40-ը, դուք վշտից առհամարվածությունից ժողովրդի առհամարվածությունից մահանալու եք։ Ասեք, ես սիրում եմ տարի տալ, ամեն ինչը ադաթով կանեմ ու կսքամ ձեր համար։ Ուղղակի ուզում եմ իմանամ, որ կրոնին եք պատկանում, որ իմանամ, սփխեչին քանի ոչխար առնեմ, կամ առնեմ, թե հենց մի անգամից ձեր մեջի այդ ոչխարներին էլ զոհաբերեմ ձեր համար։ Դուք Հայաստանի Հանրապետության իշխանության ծերը կտենակ, բայց աթորն ու մանդատը երբեք չեք տենա։ Հիշեք, ինչ կուզեք քանդեք, ինչ կուզեք ավիրեք, ինչ կուզեք խայտարակեք, կուզեք ասեք Փաշինյանը բաժանվեց, Ալեն Սիմոնյանը ամուսնացավ, Արարատ Միրզոյանը վիլաներ ունի, Գևոր Պապոյանն արդեն միլիոններ ունի, Փաշինյանի աղջիկը 5 միլիոն աշխատավարձաստան միլիարդ, 5 միլիարդ աշխատավարձաստանում 2 միլիոն եսիմինչ եկամուտ ունի, ինչ ուզում եք արեք, այդ բոլորը փաստացի ապացույցներով տեսանելի է ժողովրդին, թե ով ինչ ունի, հասանելի է ով ինչ ունի, ինչքան կուզեք խայտարակեք, մետրոում լույս չկա, կներեք, մենք մետրոներ ենք ունեցել Երևանում, ես չգիտեմ, մետրոների թունելներում բացօթյա զուգարաններ ունեցել ենք, գետնանցումները լուսավորված չի, կներեք, մենք գետնանցում, Հայաստանի Հանրապետությունը այդ մեր Երևանը ընդար բաց քամակա տենում էր, մետրոների բանի,
գետնանցումների տակը նստած շռում են տատիներ, պապիներ, երիտասարդ տղաներ, ժամկետ անցած մորքուրներ ու երևի ձեր ընդդիմադիր կողմներ։ Այնքան եք թալանել այդ մարկանց որները բաց գցել եք քուչեն։ Սկի զուգարան չունեն այդ անզուգարան։ Հիմա ինչ սարքում են թերագնահատում եք։ Հասկանում ես, Facebook-ով խոսալով, լայվ անելով, թերագնահատելով, օրնկաբանական ինստիտուտ լրագրողներին բերելով, խեղաթուրելով process-ը, դա չի նշանակում, որ դուք հասակ ձեր ուզածին, լրագրող անին եկավ, տեսավ այս դպրոցում էս ինչ բանը չկա, հաստատեց քաշվեց գրախ, բայց սախտենում են, որ այդ դպրոցում էդի կա։ Մի հատ ուրիշ աղբի տղու եք տանում էս ինչա, սարքը մեկ նկարում եք, լսի մարդիկ անցնում դառնում են այդով։ Թե դուք մի հատ շաբլոն կարգավիճակ ստեղծելու համար այդտեղ լրագրող եք տանում, որպեսզի գործող իշխանությանը խայտարակեք, ասեմ ձեզ, ժողովուրդը քայլում է այս երկրի վրա, ժողովուրդը ապրում է, ժողովուրդը օգտվում է այդ տրանսպորտից։ Այսօր մի հատ բան եմ հրապարակել իմ էջում, կմտնեք կնայեք ժողովուրդ ջան, մի հատ պապի ասում է հոպար, ինչա, վադա 50 դրամի համար բողոքում եք, դու ներդ գալիս է, որ խալխի մարկանց կամագից ոտ քաշելով գազելի մեջ պատտված այդ մեկ։ Մի հատ կնիկ նստած կառավարական ավտոբուսը եկնում է, սենց անում։ Առաջ խալխի տղամարդուն կռացած էի գրգում, հիմա կանյաց եմ գրգում։ Մորքուր ջան, նայում եմ քո դեմքին ու հասկանում եմ, շատ դժբախտ ինես, քեզ մուտ վախտի մոտիկ գան, բայց որ սենց շարունակվի երթևեկության հարցը, որ քեզ չբավարարի, հուսամ մի օր էլ մեկի հետ կհայտնվես անկողնում։ Քեզ քո տեսակ կնոջը որտեղ են դնեն, դու տղամարդի կարիք ունես։ Եթե չունես, ասեմ քեզ ավտոբուսի մեջ վերևը երկար ձող ա գնում։ Եթե ձողից չես կարող բռնվես, ներքևը բռնակա, բռնվի։ Իսկ եթե դու կույր ես հետա մնաց ու անմակարդակ, դա չի նշանակում, որ դու դի վեր կենաս, ես իմ քանի $1000 ավտոբուս արտերկրից բերած թերագնահատես։ Ուղարկի դու նեղվել ես, որ այսքան տարի քեզ ոչ մեկ չի կպե, քեզ ընդհանրապես միշտ կպել են գազելների մեջ այդ սխմված վիճակը, դա քեզ բավականություն է պատճառել։ Իսկ հիմա այս լավ ավտոբուսների մեջ որ դու ազատ ես, ինձ թվում է քո փորացավն էլ դրանից է։ Այդ կարան կոսպեկտավորենք, նկարը հրապարակենք Ռոբերտասերժական ֆերմաներից մեկի էջում, հաստատ քեզ մի մոզիկ մոդիկանա, որպեսի գիտակցես ու գիտակցաբար մոտենաս են ամեն ինչին, ինչ որ ստեղծվում է ու արարվում է այս երկրում, իմացար, ոչ մեկ պարտավոր չի քո ամեն հարցը լուծի։ Ամեն հարցը աշտարակեն մարդը, որ մոդեցել էր Փաշինյանին լուսամուտից, ասում էր չեն կարում աշխատենք, ապրենք, ընտանիքը, մեր երեխեքը, ժողովուրդ ջան, այդ մարդը այդ կնոջ 7-րդ թե 8-րդ մարդն էր փաստացի բոլոր ապացույցներով ու նրանց հետ ոչ մի երեխա չէր ապրում։ Դա ուղարկի խեղաթուրող, խայտարակող, ապականող, փողով շաբլոն, փողով բեմ դուսեկած, փողով ելույթ ունեցող մի հատ քոչարյանական սաստավա, որը կսնվի շուրջ 2 ամիս էլ ու կվերջանա։ Ձեր մուխը մարելու է 2 ամսից։ Բերանս ցաված արդեն։ Մտնում ես եթեր, չես իմանում, որին ոնց կարենաս պատասխանես, որին ոնց տեղը դնես։ Նայում եմ ձեզ, ուղղակի ապշում եմ։ Հայաստանի Հանրապետությունում փաստորեն, փաստացի ապացույցներով, նախ այնքան դեբիլ, մի րոպե։ Այնքան դեբիլ լեքսիկոնով եք հայտ գալի, չեք էլ ջոգում, որ ձեր վնաստալու ընթացքում մեծ օգուտ եք տալի։ Դուք գնում եք 500 մանկապարտեզի դեմ ֆռում եք, քանդում եք, ասում եք քանդվեց։ Բա ոչինչ որ քանդվեց, փարտամ ասում 500-ը սարքվել է, մի հատ էլ թող վերանորոգվի։ Գնում եք 600 դպրոցի կողքով անցնում եք, ասում եք ստեղ ճակած բան կա, սարքել են որ կա, չէ։ Սարքել են, չէ, որ կա, հարց եմ տալիս, սարքել են, փաստացի սարքել են։ Մայթի վրայի ծլեպը փոկվում է, սարքել են, որ փոկվում է։ Բա ուր էիք մի քանի դար առաջ։ 18 թվից այն կողմի չեք, եթե մի բան քանդեիք, հələ հետ գնացեք։ 8 տարի հետ գնացեք։ 8 տարվա մեջ կորոնավիրուս տեսած։ Ներսի թշնամու ձեռով պատերազմի մասնակցած մինչև առեսօր։ Պատերազմ տեսած, ամբողջ Արցախի 50,000-100,000 բնակիչը Հայաստան բեռնաթափված, դադարք Հայաստան, իսկ հիմա 500 շինություններ սարքված, 600 մանկապարտեզներ, 700 դպրոցներ, գյուղապետարաններ, պոլիկլինիկաներ, անվճար հիվանդանոցներ, բարձրացված թոշակ, բարձրացված աշխատավարձ, գրանցված աշխատատեղեր, այսքանը արել է դատարկ երկրի վրա նստելով։ Բա որ տակը մի քիչ բյուջետ հողացնեք, այն թվերին մարդիկ որ խմոր են արել հաց են թխել, մի հատ այսպես լավաշի գունդ վերցնում էին, գցում էին բանկի մեջ, ամիսներով պահում էին, թթխմոր էին ասում, թթխմոր դրան, դուք ամբողջ երկիրը խմոր տակ տվեցիք, բայց մի կտոր էս երկրի գալիք սերնդի մար, թթխմոր, մայա չպահեցիք, ու այսօր անմայա եկել է նստել էս իշխանության վրա, չի նստել, եկել է ու քուչեկը թափառմա, նա կաբինետում նստած կա, նոր հիշեցի, այդ խեղճը կաբինետում նստած կա, այ դիշով կե, կաբինետ կա, որ նստի, յուղերում հարցեր, մարզերում հարցեր, շրջաններում հարցեր, բնակչության բերնի գոլի հետ մի կրնգի ֆռմա, մի կրնգի, անմայա երկրի վրա եկել է, միակ մայան այն քեղը, որ տուտը տտինա կպցել է, նորից պատրիս արես, Հայաստանը կարել է, կարկատել է, մեծացրել է, շենացրել է, սարքել է, արարել է մինչև առեսօր, ու արարելու է հավերժ, հիշեք, քանի սաղաղ եկավ արելու է, քանի սաղա, գնացեք,
ում հետևը կվարվի, ում դեմը կվարվի, թող քլորով լվանա, որ այդ ժանգախտը ներսը չտարածվի։ Այսքանը, էլ առողջություն չունեմ խոսալու։ Բայց որ մտնում եմ Facebook, տենում եմ ինչ ապուշություններ եք դուս տալի, ուզում եմ գամ ու ամենավերջի ձևով ձեզ շշպրեմ։ Զինվորի ծնողին վիրավորելու process-ից սկսեցի, եկա մինչև շոշերը քանդելուց դուս եկա, սենց տարբեր տեղերից, սենց հատ ձեզ սպորտատեղադրում արեցի ու պետք է անեմ օրը մեջ ամեն օր չեմ կարա առողջությունս չի երեքում ամեն օր խեղդվում եմ ձենս արդեն լրիվ կտրվել այլ ուժ չունեմ բայց իմ ասելիքը պետք է ասեմ ավելի լավ է խոսալուց մեռնեմ քան լռությամբ խեղդվեմ այսքանը ժողովուրդ ջան լավ մնացեք բարի գիշեր ձեզ